Ողջույն 24-ի եթերում հետագիստն ես Նարեկ Գալստյանն, այս բան ես տաղավարում հյուրընկալել եմ անվտանգային հարցերով փորձագետ Պայեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանին, պարոն Նահապետյան, ողջունում եմ եւ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն մոտավորապես 1 շաբաթվա ընթացքում 4-րդ կամ 5-րդ անգամ ասում է հետեւյալ տողերը. եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունենա սահմանադրական մեծամասնություն, ինչ իրենից ենթադրում է 65%, ապա ամենայն հավանականությամբ սեպտեմբերին, այս տարվա սեպտեմբերին կսկսվի աղետալի եւ Հայաստանի պետության համար կործանարար պատերազմ։ Ընդդիմությունը հայտարարում է, որ սա շանտաժ է, շանտաժ ստիպելու հայ ժողովրդին գնալ եւ ընտրել Փաշինյանի քաղաքական թիմին։ Իրենք էլ ասում են ոչ, մենք տեղեկացված մարդիկ ենք։ Եվ քանի որ պատերազմը վերջի տարիների հետ ամենակնարկվող ու ամենասարսափելի բաներից մեկն է, որ տեղի ունեցավ այ ժողովրդի հետ, դրա համար եմ ասում, ինչ եք տեսնում այս հայտարարությունների տակ դուք անձամբ։ Հակիրճ պատասխանեմ, սուտ է խոսում, իսկ ավելի խիստ հիմարություն է դուրս տալիս։ Իրենք պետք է դատել նվազագույն բանի համար, որ 8 միլիարդ դոլար պարտք է վերցրել, զենք է առել եւ Ադրբեջանի հետ պատերազմում հայտարարակ պարտություն են կրելու իր առաջնորդությամբ։ Վարչապետի պարտականությունը կատարող անձն է դա ասում։ 8 միլիարդ չէ, ինք չի ասում իմ առաջնորդությամբ, ասում է թե ես պարտվեցի, այդ պարագայում գալու է անդիմություն, որը փորձելու է ռևիզիայի ենթարկել խաղաղությունը։ Հասկացա, 8 միլիարդի զենք հա գնել։ Չգիտեմ։ Չէ, ոնց չգիտեք։ Ինքը ասում էր 60 հոգի փողոցից գտնենք, տանենք ցույց տանք։ Զենքերի վրա էլ գնացուցակներն էր գրած։ Հիմարություն, դες բան չի լինում։ Օրերս քաղաքացիները հանդիպան ժամանակ ասեց մի քանի 60 հոգանոց խմբեր ցույց ենք տվել, բայց ճիշտ կլինի ժողովրդին ցույց տանք։ Ես ենթադրում եմ 28-ի պարադեն անում։ Ինչ որ, հա, բայց դու 8 միլիարդի որ զենք ես գնել։ 8 միլիարդի։ Ինչ ես մտածում, որ պատերազմում մենք դի պարտվենք։ Ընել կործանարար պարտություն կրենք։ Պարտությունը ինքն է կրել, նախորդները միշտ հաղթել են, ոնց որ թուրքերը կզած են եղել։ Իսկ ստեղ թուրքերի տեղը ինքն է, նույն կարգավիճակով։ Չի մտածում, որ դի պարտվենք, եթե 8 միլիարդի զենք է գնել։ Որովհետև ինչքան ինքը 8 միլիարդի զենք գնացնի, ես ենթադրում իր պատասխանելու է հետեւյալը, որ այս ժամանակաշրջանում, որտեղ ուժերի մոտ թույլն է մեղավոր, Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պատերազմ վարելը գրեթե անհնար է լինելու։ Ուրեմն կրկին հիմարություն է կամ անգրագիտություն, որում կանխամտածված հիմարություն է դուրս տալիս։ Ինքը գիտի որ հիմարություն է դուրս տալիս։ Ուրեմն տեսականորեն նայենք ինքը վարչապետ չի։ Ինչ է կարծում ցանկացած նոր իշխանություն, որը չի վերարտադրվելու, այդ ռիսկերը, սպառնալիքները գնահատում է, կարծում հիմա էլ չէ գնահատում։ Մենք ունենք դաշնակից, ունենք վստահաբար, ունենք պայմանագիր, ունենք վստահաբար։ Ես տա Աստված, որ Իրանի դեմ պատերազմը ավարտի, որտեվ այսօր տեղեկություն տարածվեց, ես ապացուցողական ուշակի բազա ունեմ, Պակիստանի միջնորդությամբ Պակիստանում հանդիպում են Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչները։ Միջազգային լրատվամիջոցների մասին խոսեցին։ Հիմա, հա, այսինքն դա ապատեղեկատվություն չէ, էլի։ Հիմա պատկերացրեք, ավարտվում է, վստահաբար ավարտվում է Իրանի բացարձակ հաղթանակով։ Բացարձակ իր պայմանները կատարելու են։ Մի բան է, որ Տրամպը այդ հաղթանակը Իրանի ներկայացնի որպես ուրեմն իր կողմից տարածած։ Պարոն Իրանը առանձին բլոկով խոսել է։ Չէ, էսի կարևոր է, կապված է, պատերազմի մասն եմ ասում։ Եվ երբ որ Իրանը հաղթում է, Միացյալ Նահանգները Պարսից ծոցի երկրներից եւ հարակից տարածքներից ուղղակի դուրս է գալու։ Այնտեղից բազաների տեսքով, հետախուզական կառույցներ մեր նման երկրներում իրանց կողմից նշանակած եւ վերահսկող ու կառավարելի վարչակազմերով։ Այսինքն Փաշինյանը եւս այստեղից եւ իր նմանները մաքրվելու ժամանակն է գալու։ Հիմա ասա ինչի համար եմ ասում։ Եվ այստեղ մեր հարավային Կովկասում առարկական ազդեցություն ունենալու են Ռուսաստանը եւ Իրանը։ Ցանկացած նոր իշխանություն հունիսի 7-ից հետո իր առաջին սրբազան գործողորն է լինելու։ Ռուսաստանի հետ վերանայի, եթե անհրաժեշտություն գտնի մեր կնքած ռազմական պայմանագիրը, Իրանի հետ կնքի ավելի խորացած ռազմատեխնիկական պայմանագիր։ 1, երկրորդ, Ադրբեջանը տարածաշրջանում չի որոշում պատերազմ անի թե չանի։ Դա հեքիաթ է, միֆ է, սուտ է, ցնդաբանություն է։ Ավելին, այս տարածաշրջանում անգամ Թուրքիան չի կարող որոշել պատերազմ անել, որտեղ կա Ռուսաստան եւ Իրան։ Այստեղ որոշող մի պետություն կա, նախկինում Բրիտանիան, հետո Միացյալ Նահանգները։ Ալիևը չի որոշելու։ Իսկ եթե Ալիևը
երբ Իրանի դեմ գործողություններ սկսեց, թռչկոտում էր։ Ախորժակ էր բացում, մտածում էր Իրանը հեսա կմասնատի, ինքն էլ իր պատառը, չէ՞ կփոքի։ Ալիևի այդ գայթակղիչ կեցվածքը առաջին գիտեք ով սաստեց։ Ոչ Իրանը, որը հետո հայտարարություն տարածեց շտաբը։ Էրդողան ականջները ուղղակի ձգեց, ասեց վերենգի տեղը, տես քո քաշային կարգի պետությունների խաղա, որ դու մտնում ես։ Նաև այն պատճառով, որ Թուրքիային կտրուկ ձեռ չի տալիս Իրանի։ Եվ այսօր էլ ձեռ չի տալիս, ինչու անցյալու։ Այսօր էլ վառն էլ ձեռ չի տալիս տարածաշրջանի պայթել եւ Իրանը, որ ներգրաված լինի մեր տարածաշրջանում պատել, ճիշտ է։ Բայց եթե Թուրքիան ձեռ չի տալիս, Ալիևին սաստել են վերենգնի տեղը եւ վստահաբար այդպես է։ Հայաստանը չի սադրում Ադրբեջանին պատերազմ սկսելու, չի սադրում։ Ադրբեջանին ինչու՞ պիտի պատերազմ սկսի։ Այս մեկ, էսի հարցի մի կողմից է, նա երկրորդ կողմից նաև 6 ամիս առաջ Ադրբեջանում փաստորեն գաղտնի որոշում է կայացվում, ուշադրություն դարձրեք, որ Հայաստանի նկատմամբ 6 ամիս հետո ժամկետը մայիս անգամ ամիսն է նշում, սեպտեմբեր, չէ՞։ Պատերազմը լավ, էական չի ինչ պատճառաբանությամբ։ Պլանավորման մեջ գրած է պատերազմ։ 6 ամիս առաջ ընդունված որոշումը գեր գաղտնիության, հա, գաղտնիության համար բարձր աշճանն է։ Դրա մասին հաստատ մատների վրա հաշված մարդիկ են իմանալու։ Մեկ էլ դրա մասին փաստորեն իմանում է ոչ ավել ոչ պակաս Հայաստանի արտաքին հետախուզությունը։ Ես հաստատ Փաշինյանի ականջին ծտերը չեն բանը ծղրտաց է, հա։ Արտաքին հետախուզության վերջին զեկույցների մասին նայեք, Ադրբեջանի վերաբերյալ խիստ դրական կեցված չկա։ Պատերազմի հավանականությունը 0-ի է։ Բայց եթե 0-ի է, եւ Փաշինյանին արտաքին հետախուզությունը այսպես պատահմամբ հայտնում է։ Հիմա Փաշինյանը իմանում է մեր թշնամի պետության պլանները 6 ամիս հետո։ Մի միտքս ավարտեմ։ Այդ դեպքում հարց առաջանում, ինքը ինչու է դրա մասին բարձրաձայնում, որ գիտի։ Բացատրեմ ինչու, դա եմ ուզում ասեմ, էլի։ Փաշինյանը ասում է հետեւյալը, եթե ես չլինեմ, նորա պատերազմ սկսում իր արկայության պարագայում, իր իշխանության արկայության պարագայում եւ այս քաղաքականության, որ մինչեւ հիմա շարունակվում է, այդ քաղաքականության պարագայում պատերազմի հավանականությունը 0 է։ Այ եթե գնաք ու ինչ չընտրեք, սկսվելու է կորցանար պատերազմ, Հայաստանը կորցանալու է։ Այսինքն Ալիևն է տենց ասել իրան։ Այդ որտեղից է իմացել։ Էդ էլ է բացատրում, ասում որտեղ ընդդիմությունը պատերազմի կուսակցությունն Սուտ է ասում, հիմարություն է դուրս տալիս, տես բան չկա։ Էս են ընդդիմությունն է, իդեպ։ Եթե այս ընդդիմության շարքերում նայենք նոր հայտ ներկայացրած միակ ուժը, ուժեղ Հայաստանը, որը նախկինում Հայաստանի ներքաղաքական կյանքում առանձնապես չի եղել երկու նոր կա, բայց հա, մեկն է Թաթոյանն էլի նորը։ Թաթոյանը ինքը Հայաստանի քաղաքական կյանքին իրավական կյանքին մասնակցություն ունեցող անձ, այսինքն մեր ներքին խոհանոցի իմացող։ Ես որպես նորամուծություն ընդունենք ուժեղ Հայաստանը։ Այդ նախկինները մինչև 2018 թիվը այդքի պատերազմ չէր ելնում։ Ադրբեջանի սանձերն էլ քաշած էր։ 2016-ին փորձ արեցին եւ Ադրբեջանը հետ նահանջ ապրեց, գիտեք ինչի շնորհիվ։ Ոչ թե նախկինների, այլ որ ապրիլյան պատերազմի ժամանակ մայիսին Փաշինյան Նիկոլ խրամատ էր փորում։ Հենց Փաշինյան Նիկոլին Ալիևը տեսավ, արա ասեց, այս տղեն մեր մահն է։ Ինքը հենց խրամատ փորեց, պետք է կռիվը վերջնակալապես կանգնեցնենք։ Այդ դրա համար պատերազմ չէր լինում։ Ադրբեջանը ցանկացած ժամանակ պատրաստ է եղել պատերազմելու։ Իսկ ինչու չի պատերազմել։ Երկու պարագա եղել։ Ուժերի հարաբերակցությունը ինքը գնահատում էր, այնպես չի որ պատերազմելու էր, հաղթելու էր։ Եվ երկրորդ, պատերազմելու համար ինքը պիտի ստանար տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների ինչը թույլտվությունը։ Ստացավ 20-20-ին։ Ուրեմն 20-ին ինչու ստացավ։ Որովհետև Ալիևը կարողացավ հիմնավորել տարածաշրջանում շահեր ունեցող պետություններին, այդ թվում Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, Թուրքիա, Իրան, ինչ հիմնավորեց։ Ինքը չասեց իմ կարծիքով եւ առավել քան վստահ եմ ասում, որ ինքը խնդիր ունի Ղարաբաղը վերցնել։ Ինքը ասում էր այդ 7 շրջանների մասին, որը Ադրբեջանի տարածք է, ՄԱԿ կանոնադրությամբ եւ ՄԱԿ-ի մեջ Ադրբեջանը այդ տարածքներով է, չէ՞ մտել։ Արցախը ենկոմ ենք տնում։ 7 շրջանների առաջարկ կար 5 գումարած 2, չէ՞, որ այդ հարցը լուծվեր, ու էլ կռիվ չէր լինելու, համաձայն եք։ Այո։ Ահա։ 19 թվականին ասվել է, այդ մարդը հրաժարվել է, այսինքն Ալիևը հիմնավորում էր, որ քան որ առաջարկը մերժվել է, սա էլ գնում է Ղարաբաղում թռչկոտում է, ասում է Արցախը Հայաստանն է եւ վերջ, այսինքն չեմ տալու։ Տղայս արի վերցրու։ Այդ տղեն 20 թվին իրավունք ստացավ պատերազմելու
Միայն այդ դեպքում, երբ որ բոլորը թույլ տվեցին լռությամբ կամ համաձայնությամբ, վստահաբար այդպես է։ Գոնե նվազագույնը Մինսկի խմբի համանախագահ երկրները, հաստատ այդպես է եղել։ Հիմա նայեք, ուշադրություն դարձրեք, 23 թվականի երկրորդ ռազմական գործողություն Արցախի հանդեպ արվեց, գիտեք երբ, այն ժամանակ, որտեղ Ալիևը միջազգային իրավունքով եւս իրավունք ուներ պատերազմ անելու։ Երբ որ Արցախը դարձավ Ադրբեջանի մաս, Հայաստանի կողմից ճանաչվեց, եւ Ալիևի ռազմական գործողությունը ոչ թե պատերազմ դիտվեց, ազատագրական, այլ հակահաբեկչական գործողություն։ Պրահայում այդ հայտնի Այո, Պրահան է Ալիևին իրավունք տվել 22-ի հոկտեմբերի 6-ին, որ 23-ի սեպտեմբեր 19-ին Ալիևը ռազմական ագրեսիա անի Արցախի հանդեպ, հիմնավորելով, որ ցանկացած պետության տարածքում զինված խմբավորումները դրանք ահաբեկիչներ են։ Հիմնավոր է, չէ՞։ Այսինքն, այս բոլոր ես ինչու եմ արամ ասում մեր լսողների համար, որ պարզ լինի ցանկացած պատերազմ, որ Ալիևը պիտի սկսի, ինքը պիտի տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների հիմնավորում ինչու է սկսում։ Ալիևով է որ որոշի այստեղ պատերազմ ու որոշի ու անի։ Այդպես չի լինում, հարգելիս։ Եվ հետաբար, երբ որ Փաշինյանը ասում է, որ սեպտեմբերին կլինի, դա առնվազն հիմարություն է, սուտ, կեղծիք, փուչիկ։ Ոնց որ այդ իշխանությունների անցած կենսագրությունն են ապրած կյանքը, փուչիկ, դատարկություն, ոչինչ չստեղծած։ Այնց է իրանց խոսքերը։ Անհաշվետու խոսքերը։ Ինքը մտածում է, ասեց հու պատերազմ, ժողովուրդը թաթիկները տնկեց։ Երևանում փողոցներում քայլում է, ժողովուրդը համարժեք պատասխան տալիս է, չէ՞։ Իդեպ ժողովրդի պատասխան տալուկ ամեն տհաճ միջադեպի հետ կապված, որ տեղի ունեցավ մետրոյին, վստահաբար նայել եք, երբ որ Արցախցի զոհված հրամանատար Մերուժա Մոսյանի դուստրը եւ փաստացի նա թորնիկը ու Նիկոլ Փաշինյանը հանդիպեցին մետրոյում, ինչ որ տեղի ունեցավ ակնհայտորեն տհաճ միջադեպ էր, բայց այդ փախածի հանգամանքը, որ բանը ձերպես փախածներին հիմա ձևակերպումը լավ չեմ ուզում նշել։ Փախած բառն է, բանալի բառ։ Բանալի բառ, այո, բանալի բառ, փախած բառ, այսինքն ես հարցը ավարտեմ, այսինքն մատնեց սրանով Փաշինյանը ենթագիտակցորեն կոպիտ ասած, որ ինքը արցախահայության նկատմամբ, որոնք լոյալ չեն իր քաղաքականությանը, իր ցուցաբերած մոտեցումներին, այդպիսի հավաքական մոտեցում ունի կոպիտ ասած։ Չէ, ինքը իմ կարծիքով այդ փախած բառը օգտագործեց, որ Արցախի կորուստի մեղավորը շատերն են, այդ թվում նաև արցախցիները, որոնք չկռվեցին փախած։ Ընդ որում միայն ինքը չի ասում։ Կարկառուն եւս մտքի գիգանտներ կան, տարբեր պաշտոններ զբաղեցնող, իրանք եւս են ասում։ Բայց եկեք ես անունը չտամ, բնութագրական մի քանի դրվագներ, հետո դուք ասեք այդ մարդու բնութագրիչը։ Ուրեմն 92, 93, 94 թիվ մեր բուհերից շատերը կամավոր զինվորագահներ Արցախի ինքնապաշտպանությանը։ Լավ։ Նիկոլ Փաշինյանը դրամաշորտ լրագրողի կարգավիճակ էր ձեռք բերում, սովորում էր ինչպես փող աշխատել։ Հետո բանակում ծառայություն։ Շատերը կային, որոնք տարբեր օրենքով տրված սողանցքներով կարող են չծառայել, բայց գնում ծառայում են։ Փաշինյանը չծառայեց։ Ճիշտ է, փաստերն եմ խոսում։ 2008 թվականին ներքաղաքական որոշ իրավիճակում ոստիկանությունը շատերին ձերբակալեց։ Փաշինյանը մեր կողքով թռավ, փախած էր, երրորդ փախածը։ 2016-ին Ադրբեջանը մեր վրա հարձակվեց։ Թունդ հայնասերները, այդ թվում նաև մարտական ուղի անցած ու չանցած, գեներալ լեյտենանտ Երջանկայի շտակ Մամվել Գրիգորյանի կոչով առաջին, երկրորդ, երրորդը ուղիղ Արցախ չգնացին, կամավոր։ Ուր էր Փաշինյանը չկար, մեծ հայնասեր Փաշինյանը թռած էր, պատգամավոր էր պարապում։ Հիմա հաջորդը հետ 16 թիվ, 18 թիվ ճոռոմ խոսքեր, մենք նախկիներից ժառանգել ենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ու կենացներ, երկու մարտական դիրքի համար ռազմական բախում, մեկ էլ մեդալների շքերթ բաժանել, այդ քիչ է մի հատ էլ ազգային հերոս։ Հունիսյան բաների մասն։ Այո, հունիսին։ Հիմա 20 թիվ եղավ պատերազմը։ Ամեն ինչ արվեց 3 տարի նախապատրաստել մեր պարտությունը այս տաղավարից բազմիցս հիմնավորել, տասնյակ կետերով, բայց ուրիշ բան եմ ասում։ 44 օրից հետո երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, որը գերագույն գլխավոր հրամանատարի իրավունք չուներ,
կարգավիճակ ունա, որովհետև դա պատերազմի ժամանակ է, պատերազմի ժամանակ դի օրենսդիր մարմինը իրավական ակտ ընդունի կառավարության տված փաստերի հիման վրա Հայաստանը պատերազմի մեջ չէր Ադրբեջանի մեջ հայտարարված, չհայտարարված։ Հիմա ուր էր Փաշինյանը ինչ որ բունկերում էլի փախած փախնելը այս մարդու բնույթն է։ Ինքը գիտեք ինչա, իր ամբողջ էությունն է, քան որ շատ մեծ փառասեր, ասենց իր փառասիրությունը այդպես աստղերից էլ անցնում։ Իսկ դա առողջ նշան չէ էլի մարդու համար։ Դա մեղք է։ Եվ պատական չի, որ տերունական աղոթքի ժամանակ միշտ Տերը մեզ սովորացնում է, որ փառքը միայն իրենն է, մենք ընդհանրապես իր ձեռքին գործիք ենք երկիրը։ Դե իրանն է, Տիրոջն է։ Մենք իր ձեռքին գործիք ենք երկիրը ինչ որ գործեր անելու։ Հիմա այս մարդը քանի որ փառասիրությամբ հիվանդ է, փառասիրությամբ հիվանդ մարդիկ շատ վախկոտ են։ Նաև բնութագրական հատկանիշ եմ ասում։ Վախկոտ մարդիկ առաջին փորձության ժամանակ ընկրկում ու փախնում են։ Հիմա ես այդ փախուստների շղթան որ բերում եմ, դրան գումարած հարմարողական են։ Հիմա այս մարդը մտածում է, եթե ես իշխանությունը հանձնեմ, ապա շատ ծանր օրեր եմ ապրելու, ինքը եւ իր մտերիմները։ Դա վստահաբար այդպես է։ Որպեսզի դա չհանձնի, ինչ է անում։ Մի քանի, այսպես ասած, կարևոր մտքեր է շրջանառության մեջ դնում։ Մեկը այդ պատերազմն է։ Իդեպ այդ վախի հետ միասին նաև երկրորդ հիմարությունն են դուրս տալիս հիբրիդային պատերազմ։ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ մղում է Ադրբեջանը, Թուրքիան եւ իրենց վերադասը։ Այն է Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ Բրիտանիան, որտեվ դա առանցին թեմա է, որ անընդհատ հիբրիդային պատերազմն է։ Սա ինչի համար ասում, որովհետեւ ընտրությունների նախաշեմին մեկ կամ մի քանի կուսակցություններ կամ դաշինքներ օրենքով իբր օրենքով զրկի մասնակցելու ընտրությունները, ինչպես եղավ Մոլդովայում։ Սա երկրորդ։ Երրորդ հիբրիդային պատերազմի տանեքով Եվրոպայից տղա է բերում ստեղ իր ապօրինությունները ստորագրել վավերացնելու որպես լավագույն ընտրություն։ Դա ակնհայտ է, չէ՞։ Այսինքն Եվրամիությունը Հայաստան որ շուտով գալու է, կարծում եմ ընդդիմությունը համարժեք պատասխան տա, որտեղ Փաշինյանի ապօրինությունները իսկ ինքը շրիշակից ներքև վարկանիշ ունի։ Ինչ 10%, ինչ 15%։ Եկեք վարչական ռեսուրսին, ոստիկանությանը, բանակին ասում ենք խղճի մտով գնացեք քվեարկեք։ Ոչ մեկը դուշ հետևանք հետապնդում չունենալու։ Այս մարդուն 1000 հոգի էլ ձայն չեն տա։ 1000 հոգի ձայն չեն տա։ Չէ, չափազանցնու պարոն, ես էլ եմ նայում, տեսնում ինչպես է մոտենում մարդկաց, ինչպես ինքնությունն է գտնում, կան քննադատողներ, կան ծայրահեղ քննադատողներ, բայց կան նաև մարդիկ, որոնք որ ասում են շնորհակալություն պարոն։ Ինչի համար, օրինակ այդ մարդուն որ հարցն շնորհակալ շարունակություն։ Մյուս կողմն։ Չէ, մյուս կողմը չի։ Այդ մարդուն ասել են, ասա շնորհակալություն։ Այսինքն դա բեմական։ Մի րոպե, բեմականած չէ։ Վստահաբար եմ ասում, բեմականացում է։ Այ Երևանում, որտեղ քիչ թե շատ մարդիկ ազատ են, իրենց միտքը արտահայտելու։ Գյուղում չեն, գյուղապետը ասի, լսի ասի, այն ցանկի ժամանակ պարատանու թեժան կտամ, էսի կտամ, էնի կտամ։ Գնում ես, ասում ես շեֆ ջան, Փաշինյան ջան, երկնքում մի Աստված, երկրի վրա դու իրան փոխայնող, պաշ պրոշտի իշտում ես մի հատ ոտե խառն, համբուրելով, պաչելով բարձանում ես մինչև վերև։ Հարգելիս, ստրկամտությունը ազգային պատկանելություն չունի։ Բայց Երևանում մարդիկ ավելի ազատ են իրենց կեցվածքը դրսևորելու, հա, քան շրջաններում։ Թե ցանկի հարց չունեն առնվազն։ Եթե դեց է։ Բայց այստեղ էլ ասենք կարող է գնանք գցնեն։ Տեսեք, ազատ թող, ես օրինակ եմ ասում, ինքը ասում է ժողովուրդը ինձ ընտրել է եւ ընտրում է եւ ինձ ուզում է, չէ։ Ասում եմ, ինքը Փաշինյանը, մեկ էլ ես Հյուսային պողոտայի սկզբից առանց թիկնախում, ես ու ինքը քայլերով իշտենք ներքև, մինչև Հյուսային պողոտայի վերջը։ Ձեզ վստահեցնում եմ, ինքը կիսամեկ կլինի։ Այն ժողովուրդը որ տեսնի թիկնախում չկա, կամերա չկա, հետևից մոտիկից շորերը ծվեն պոկելու է վրայից։ Այդ չեմ ասում մարմինը ինչով կարա պատի այդ ընթացքում։ Ես բան եմ ասում ձեզ։ Եթե այդքան ժողովրդավար ես 1000 հոգով մի իջի փողոց։ Քո թիկնախմբերը, ուրեմն պատկերացրեք, սա շարասյունը որտեղ գնում է քաղաքում։ Ուրեմն ինչքան շենքերի արանք կա, մուտք կա, երկու շենքերը ասենք 2 մետր արանք ունեն։ Կամ 3 մետր, որտեղից մեքենա կարա դուրս գա կամ չգա։ Վստահեցնում եմ, ամեն այդ ծակի մոտ ոստիկան է կանգնած։ Դիմացի մայթը, այս մայթը, զույգ, հարգելիս։ Սա իրան կառավարում են, իր տերերը մեկ էլ ներքին վախերը։ Ինքը վախերն է իր կառավարիչը։ Ինքը վախենում է, բա որ կորցնեն, բա այս կլինի, բա այն կլինի։ Ստախոսությունը, մանիպուլյացիան, քծնանքը, մարդկանց խաբելը։ Պատկերացրեք մետրոյում համարժեք պատասխան ստանում, հա, հո այդ
Արմինեն տիկինը ձեր նշած զոհված ազատամարտիկի ջոկատի հրամանատարի դուստրը։ Հո վիրավորական բան չեր ասում ես մարդը։ Էս ինչ հիստերիայի մեջ ընկա։ Հիստերիկությունը գիտեք ինչի մասին է խոսում։ Մարդը ինքը ճշմարիտ չի, ներսում գիտի որ ինքը սխալ է, բայց ձայնի տոնայնության բարձրացնելով, վրա տալով փորձում է ճնշում գործադրել, որ ինքը ճիշտ է։ Հիմա այդ հիստերիկությունից հետո, երբ որ արժանի պատասխանը ստացա, մի երկու ժամ հետո լրագրողը հարց է տալիս, ասում է պարոն Փաշինյան, sense բան եք ասել, փախնել մաս։ Ով ասում է ես, երբ որտեղ դες բան չկա, տես մեկը մտածում է էլի պերեբոռ անում, ասել են կողքից արա, ու դու բան չես, իսկականից բան ես։ Ասում է կարող է սխալ անցալվել։ Հետո կողքից երևի հյուշում են, լսի ասում են, համացանցում Արմինեն արդեն խորհրդանիշ, արդեն դարձել է խորհրդանիշ, լուրջ եմ ասում։ Արմինեն այսօր խորհրդանիշ է։ Իր խոսքը, իր կերպարը, իր կենսագրությունը, ծնողները եւ այլն։ Սա բացատրում են, որ դու մի կողմում դու մյուս կողմում Արմինեն, ընդդիմություն եթե դրոշը Արմինեն լինի, դու հաստատ տակ ես տալու։ Դա համար մտնում է եթեր ասում է հրավիրում եմ մի հատ ներողություն խնդրեմ։ Հիմա ասենք այ հիստերիկ, նա գնա քո այդ հիստերիկությանը վերջ տու։ Կամ այն մյուս տիկինը, եւս Արմինե անունով, գավառում, չէ, եթե չեմ սխալվում, որը նկարում էր, սա վրա էր տալիս, բայց խոսելու իրավունք տվել։ Հրազդանում է, չէ՞, կամ Չարեն Ցավանում, գավառում։ Երբ կտակ։ Ցավոք գավառում ես ուշադրություն նայեցի 1-2 այլակարծության դրսևորումից բացի մնացյալը երբ կտակ։ Այլ բան։ Այս խոսում է տիկինը, սա վրա է տալիս։ Երբ կտաս։ Ինձ կտակ, չէ, հա, ասում է հա կտանք։ Երբ կտաս։ Թեման շեղում է, էլի ու ճնշում է փորձում գործադրել։ Հասկանում եք, այս մարդը իր ամբողջ կենսագրությունը ստերի, կեղծիքի, մանիպուլյացիայի, մեծամտության, հիվանդագին մեծամտության մեջ է, ամբողջ անձը։ Այս կարգի, այս տեսակի մարդիկ հատուկ ծառայությունների համար երկնային մանանա է, ընկած հավաքում։ Պարոն Ապետյան, լավ, այդ ամեն ինչը հասկանալի է, այդ ամեն ինչը ինչ որ ասում եք, միգուցե եւ տենց է կամ տենց չի, ձեր կարծիքն է։ Դրա հետ միասին ակնհայտ է, չէ, որ Եվրամիության այդ հիբրիդային խմբի գալը, հիբրիդային պատերազմի մասին հայտարարությունները, Ռուսաստանից Հայաստանի ներքին գործերին խառնվելու process-ները մյուսը եւ այլն, պայմանական կամ պսևդո, չգիտեմ, իրավական հիմք են ստեղծելու ընտրությունների ժամանակ անել այն, ինչ մտներով անցնելու է այս իշխանությունների համար։ Դուք տեսնում եք, որ ընդդիմությունը եւ մենք իհարկե միշտ դուք ասում եք ինձ ընդդիմությունից հարցեր մի տվեք, ես շատ բաներ տեսնում, բայց չեմ ուզում հրապարակային ասեմ, որ չխփեմ, բայց արդեն մնացել է 2 ամիս, միգուցե պետք է հրապարակ։ Դուք տեսնում եք, որ ընդդիմությունը այս սցենարներին պատրաստվում է։ Ես քաղաքական թիմերի մեջ չեմ։ Չէ, լավ։ Չէ, եկեք ես չէ, այսինքն դե առնվազն դե ներքին խանութ իմանաս, չէ, որ տեսնեմ։ Ես չեմ։ Պաշտպանել եմ հրապարակամի ծրագիր, ոչ պատերազմի 3, որտեղ ծրագիրն է։ Ես տեսել եմ, որ մասնագիտական գրառում է, անձերին էլ չէ, ես ծրագրին եմ բան արել։ Հիմա ես կարծում եմ այսպես, որ ինքը կեղծելու է կասկած չունենք։ Այլանդակ ձևով կեղծելու։ Կեղծել ասելով ինչ նկատի։ Օրինակ ասենք, վերցնում եմ վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, վաղար շաբաթի համայնքի։ Լավ։ Տիկինը գնում է ընտրատեղամաս, տեսանյութս համացանցում կա, տեսնում է իր տեղը քվեարկած է, իր 2 զավակների, որը Ռուսաստանում ապրում են, ընտանիքներով քվեարկած են բոլորի։ Մեկ էլ գերեզմանում գտնվող երկար տարիներ առաջ մահացած իր ամուսինն է, եւս կա եւ քվեարկել է։ Այս է։ Բայց դա համատարած դեպքեր չեն, պարոն Ապետյան, 1-2 կա։ Չէ, դուք ո՞նց իմացաք։ Ուրեմն եթե նման բան արվում է, եթե ցուցակները որտեղ է պատրաստվում։ Ես ոնց իմացա, որ դա համատարած չի։ Այո։ Այն տրամաբանությամբ, որ եթե դա համատարած դեպքերն են, ընդդիմությունը առնվազն դրա մասին պարտավոր էր բան։ Այ հիմա գանք այդտեղ, այ հիմա ես ասում եմ ինչ որ։ Դա համատարած է եղել։ Որտեվ եթե այդ ցուցակները, որը գիտեք չէ, հո ընտանեկան աշխատողը չի գրում այդ ցուցակները, որտեղ է կազմում է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հարգելիս, ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովում չի կարող մահացած մարդու մեկ ազգանուն մտնել, օրինակ եմ ասում, մահացած մարդկանց, կամ Հայաստանում չգտնվող, որի վերաբերյալ բնականաբար ասենք բնակավայրերի իրապահ համակարգը գիտի, հա, ժեկերը գիտեն եւ այլն, որ Հայաստանում չեն։ Դա համատարած ցուցակներում լցած է եղել։ Ուղղակի այդ կինը քաջություն ունեցավ կամ պատակ։ Ես 21 թվականի ընտրության ես գնացել եմ, իմ հարևանի տղան ընտանիքով Միացյալ Նահանգներում է, գործի բերումով գալիս է բան Հայաստան։ Եվ ընտրատեղամասում
Իրար տեսանք, ողջագուրվեցինք, ասում է սենսացիա, ասում ի՞նչ է եղել եղբայր։ Ասում է, պարզվում է իմ տան վրա 10 մարդ կա գրանցած, որոնք արդեն քվեարկել են։ Ավելին իմ ազգանոց չկա։ Ուրեմն Այն ինչ որ դուք ասում եք, պարոն Նապետյան, մեր ընդդիմության մասին լավ չի խոսում։ Ես ուրեմն Որտեւ եթե դրա այդպիսի դեպքերը համատարած են, ապա ընդդիմությունը առնվազն պրոֆնիգոդնիա կամ պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի։ Ուրեմն ես ասում եմ, Եթե տենց է։ արի որը ես քանի որ իմ մոտ սկզբունք կա ընդդիմության սխալներին անգամ որակումներ չեմ տալիս։ Ահա։ Իմ մոտ մոտեցում է։ Ես գտնում եմ, որ ընդդիմությունը երկու հիմնական խնդիր տիրուց է ընտրություններին։ Առաջին առավելագույն այս ցուցակների հետ կապված բնակավայրերով, ովքեր Հայաստանում չեն, ցուցակ ունենա, իրենց ընտրատեղամասում դիտորդները, հա, իրանք հստակ իմանան, որ այս մարդիկ Հայաստանում չեն, եւ իրենց ուշադրությունը կամ նոր հասցեներ, նոր շենքեր, գոյություն չունեցող հասցեներ, շենքեր, մեկ է բնակիչներ, ստորագրություններ։ Այսինքն հսկողությունն ու վերահսկողությունը ընդդիմությունը պետք է անի ամենապրոֆեսիոնալ մակարդակով, ձեր այդ գնահատականի որակման հետ, ձևակերպման հետ համաձայն չեմ, բայց իմաստի հետ համաձայն եմ։ Որ ասում եք պրոֆնիգոդնի։ Չէ, ասում կամ տենց է, կամ հետը պայմանավորված է։ Պայմանավորված չեմ կարծում, բայց Եթե ձեր ասածը ճշմարիտ է։ Այո, իմ ասածը ճշմարիտ է։ Ուրեմն Հայաստանից դուրս եկածների տեղն են քվեարկելու մահացածներ։ Ես չեմ բացառում սկզբունքորեն նոր շենքեր, նոր հասցեներ, գոյություն չունեցող շրջիկ խմբերով, բայց շրջիկ խմբերը, որ անում են, քիչ են կարողանում, ասենք, հայտնաբերել։ Պարոն Նապետյան, դրա համար նախադեպ է պետք։ Մի անգամ մեկին պետքա բռնած լինեն։ Մի անգամ ընդդիմությունը պետք է 21 թվականի ընտրությունների արդյունքներով ընդդիմությունը չհելավ ու չհայտարարեց, որ ընտրությունները կեղծված է։ Բոլորը դուրս եկան ասացի, որ մենք ընդունում ենք այս ընտրությունները։ Ուրեմն ես հիմա ասում եմ այն ինչ որ վաղաշաբաթում ընդ որում ուտեղ ես մտերիմներ ունեի, նաև այդ ընտրության ժամանակ այդտեղ էի։ Եվ այն ինչ որ իրենք, ճիշտ է, վաղաշաբաթում էլ չհայտարարեցին։ Բայց գտնում եմ, քանի որ սա արդեն համապետական ընտրություն է, ուրեմն իմ կարծիքով կարող է ընդդիմության որոշի ներկայացուցիչ ասի Նահապետյանը ավելի լավ է իր մասնագիտությամբ զբաղվի, որը գիտի։ Գտնում եմ, որ հսկողությունը, վերահսկողությունը լինի բացարձակ առումով։ Այսինքն հիմիկվանից պետք է անցնեն դասընթացներ, մտածելով, թե իշխանությունը ինչ կեղծիքներ հավանական կարան, այդ կեղծիքները ոնց կարող են բացահայտել։ Հոսանքի անջատումներ, նույն վաղաշաբաթում հոսանքը անջատվեց։ 21 թվին քանի տեղեր հոսանք անջատվեց, անջատվել է, չէ։ Այդպես պատականություններ հարգելի չի լինում։ Հասկանում եք դուք։ Այդ հոսանքի անջատումը նշանակում է, որ ինչ որ ընտրատեղամասում ընդդիմության ներկայացուցիչը գնված է, ինքը լուռ է մնալու, որտեղ արկղ է փոխվելու։ Այդքան բան։ Հիմա շարունակություն ուրեմն առաջին քայլը իմ կարծիքով ընդդիմությունը առավելագույն հսկողություն։ Հիմիկվանից այս պահից, երեկվանից արդեն ուշացած է, 2 ամիս է մնացել, բոլորը պետք է անցնեն իշխանության կեղծիքների դեմ առնելու քայլերին, ինչպես կարելի առնել։ Եվ երկրորդը, մարդկանց մոտիվացնել, որ առավելագույն շատ մարդիկ գնա ընտրատեղամաս։ Ես համոզված ասեմ, 60-70% եթե գնացին, այդ մարդկանց մի մասը պոտենցիալ իրենց ձայնը պահողներ են։ Դրանք Նիկոլին ձայն տվողներ չեն։ Մենք գիտենք իրանք ձայն տվողները ինչ կրիտերիաներ ունեն, հա, ինչ չափորոշիչներով է որակվում, վարչական ռեսուրսն է, հա, ենթադրենք։ Եվ ըստ այդմ, եթե բարձր տոկոս եղավ, նշանակում է, որ հաջորդ օրը հետընտրական զարգացումներում, եթե կեղծիքները այնքան շատ են, ակնհայտ, ակնառու, ինչպես ասում են, էլի, այդ մարդիկ իրենց ձայնը իրավունք ունենան եւ կամք ունենան պաշտպանելու։ Պարոն Նապետյան, դուք խոսում եք սցենարների մասին, որոնք տեսական են, իսկ առավել պրակտիկ սցենար գոյություն ունի, այն է մոլդովական սցենարը, ինչի մասին խոսել ենք կարծես թե։ Սրա մասն եմ ասում։ Որի պարագայում ինչ տեղ ունեցավ, երկու ընդդիմադիր դուրս թողվեցին, որոնք մեկը վերջին 1-2 օրվա ընթացքում դուրս թողվեց։ Հիմա ավելի հավանական չէ կամարը, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի պետք է փորձի ընդդիմության ֆավորիտին դուրս թողել չբանջանել ու հարց փակել, ինչ կարիք կա ինչ որտես գնացած ավելի կրոպաները։ Հիմա դա ապօրինյա չէ լինելու։ Հիմա այդ հիմնավորումը հիբրիդային պատերազմն է, չէ՞, այդ բառակապակցությունը, չէ՞։ Ուրեմն հիբրիդ բառը ինքը խառնուրդ է, չէ՞ նշանակում։ Այո։ Խառնուրդ տակ պատերազմի, այսինքն գետնի վրա եւ սառը պատերազմի տեղեկատվական եւ տնտեսական։ Հիմա հարց Հայաստանի դեմ որ երկիրն է տակ պատերազմ իրականացել Ռուսաստանը։ Ադրբեջանը, Թուրքիան։ Հիմա ով որ ասում է, որ Ռուսաստանը մեր դեմ
հիբրիդային պատերազմը կամ ենթատեքստով ասում ես, առնվազն ասում դեգեներատ ես դու։ Ռուսաստանը մեր դեմ չի պատերազմում, տակ պատերազմ, որ հիբրիդայնով, գումարած սառը տեղեկատվականով պատերազմ, իսկ պատերազմի նպատակը ո՞րն է։ Հաղթական ավարտ ունենալ, այդ երկիրը կամ կապիտուլացվի կամ նվաճվի ամբողջովին։ Դե հիմա այս մեկի նպատակը ինչպես ասում են Փաշինյանի եւ իր կողմնակիցները իշխանության փոփոխությունն է Հայաստանում։ Ուրեմն դա հիբրիդային պատերազմ չի։ Դե անունը ոնց Դա այնա ոնց որ իր նմաններին 18 թվին պատրաստեցին ու բերեցին իշխանության։ Որից է մեկ այն ժամանակ ասեց, որ 18 թվին հիբրիդային պատերազմով իրան բերեցին։ Հիբրիդային պատերազմ չի եղել։ Իշխանափոխություն է եղել։ 2014-ին Ուկրաինայում երբ որ Մայդանով բերեցին հիբրիդային պատերազմը, չէ։ Գունավոր հեղափոխություններ են, չէ՞ ասում, մեթոդաբանություն, գործիքակազմ, իշխանափոխություն, չէ՞։ Բայց ինչ հիբրիդային պատերազմ։ Նորից եմ կրկնում, հիբրիդային պատերազմի մի էլեմենտը տակ պատերազմն է գետնի վրա։ Մեր դեմ մինչև այս պահը նման պատերազմ մղել է Ադրբեջանը իր դաշնակից Թուրքիայով։ Եվ իրենց վերադաս մի վարքան, եւ իրենց վերադաս պետություններով, այդ թվում նաեւ Եվրամիությունով։ Հետեւաբար մեր դեմ հիբրիդային պատերազմ մղում է Ադրբեջանը, Թուրքիան, Եվրամիությունը, Բրիտանիան, որը Եվրամիության անդամ չի, բայց Հայաստանում լուրջ ազդեցություն ունի։ Ես նույնիսկ չեմ բացառում, որ Բրիտանիան ստեղ չերևացող տեխնացու էլ ունի, էլի, այս ընտրարշավում։ Այսինքն միջնորդավորված ֆինանսավորմամբ եւ այլն, էլի։ Եվ Միացյալ մոտապես հասկանում եմ նկատի ունեք։ Եվ Միացյալ Նահանգները։ Այսինքն հիբրիդային պատերազմ մեր դեմ դրանք են մղում։ Ոնց կարող է մեր դեմ հիբրիդային պատերազմ մղի մի պետություն, որը քո դաշնակիցը, որը 3 անգամ Թուրքիայի ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ կանխարգելել է, մեկ անգամ 92 թվին, երկու անգամ 93 թվին։ Եվ փաստ է, որից մեկ չի կարող հերքել։ 93-ի անգամ հոկտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը հրամաներ տվել լրիվ մարտական պատասխան վիճակի, այսինքն թիվ 1 էր տրված 93-ի հոկտեմբեր ամսին։ Ես ենթադրում եմ պարոն Հապետյան, որ հիբրիդային պատերազմ ասելով այսօր ի նկատի ունեն գունավոր հեղափոխություններով իշխանություն եկած խմբին ընտրություններով ճանապարհելու ցանկացած փորձ ենթադրվում է հիբրիդային պատերազմ։ Մոտավորապես այս տրամաբանությամբ։ Ես ավելին ասեմ, արտաքին կառավարման ներքո ցանկացած իշխանությանը ուղղակի աղբաման գցելու ցանկացած փորձ արտաքին կառավարիչների կողմից լրջագույն դիմադրություն։ Լավ, պարոն Հապետյան, այսինքն այստեղ Նիկոլը չի։ Այո, ջան, այստեղ Նիկոլի խնդիրը չի։ Եկեք մի փոքր ավելի վերև գնանք։ Պատկերացեք, որ Եվրամիությունը այդ կեղծիքների վավերացումը որպես լավ ընտրություններ չի դնում։ Պատկերացեք, տեսականորեն սցենար եմ ասում։ Այսինքն Փաշինյանն իմանում են, որ կեղծիքներ արեցին, Եվրամիությունը ասել է, որ կեղծիքներ կան։ Եվ ինչ։ Չեք կարծում, որ արդեն իշխանությունը հանձնած վիճակում է։ Ուրեմն խնդիրը ընդդիմության վերջնական նպատակը, որ որևիցե դրսից եկած դիտորդական խումբ, պետություն կամ պետությունների դաշինք կամ վերպետական կառույցներ, որ ներկայացնում են, իրենք կեղծիքները պետք է չօրինականացնեն։ Այսինքն իրական թիրախը ընդդիմության, եթե լուրջ է, խորքային խոսենք, այսօր այն պետություններն են, վերպետական կառույցները, ներկայացուցիչներն են, որոնք կեղծիքները օրինականացնելու են, իրանք դի թիրախավորվեն։ Եթե դա անում է Միացյալ Նահանգներից եկած դիտորդները, ապա թիրախը Միացյալ Նահանգներ պետությունը պիտի դառնա, իր դեսպանությունով հանդերձ։ Եթե անում է Եվրամիությունը, ուրեմն պիտի դառնա Եվրամիություն։ Փաշինյանը ով է։ Հələ դու ռեալ քո ամբողջ ընդդիմության բոլոր շերտերով, բոլոր ուղղություններով, բոլոր արվակներով ու գետերով, եթե ճիշտ ճնշում օգտագործես այն երկրների եւ վերպետական կառույցների դեմ, որոնք այդ կեղծիքները պիտի օրինականացնեն, ձեր կարծիքով այդքան դյուրին է լինելու, հա, այդ կեղծիքները օրինականացնելը։ Որտեւ հակառակ պարագայում այս երկրում ինչ կարող է առաջանալ ընտրություններից հետո հակաամերիկյան, հակաբրիտանական, հակաեվրամիության լուրջ շարժում, որտեւ այդ կեղծիքների պահպանման համար, ասենք Եվրամիությունն է, օրինակ եմ ասում, կամ Բրիտանիան է։ Այսինքն Հայաստանում այդ կարգի լուրջ համաժողովրդական շարժումը այդ նշանակում է, որ 91 թվականից բոլոր այն ներդրումները ավել կամ պակաս չափով տարբեր տարիներ, որ այլ են Հայաստանում, Հայաստանը որպես հետխորհրդային տարածքի 14 հանրապետություններից մեկը, որի իմաստն ու գոյությունը արևմուտքը նայում է Ռուսաստանի դեմ, թե ոնց կարա օգտագործի, ապա այդ ամեն ինչը ցնդում է, համաձայն ես։ Եթե Հայաստանում առաջանում է հակարևմտյան, որի բնութագրի չկարող է Եվրամիությունը լինի, հա, կարող է Բրիտանիա լինի, կարող է Միացյալ Նահանգները, եթե լուրջ շարժում առաջանում, ապա այդ ամբողջ ներդրումային դաշտը, որ Հայաստանը գործիք դառնա Ռուսաստանի դեմ, կորում է։
Այսինքն դա շատ ավելի մեծ արժեք է սկզբունքորեն, քան ընտրությունները ինչ որ մեկ ախտի, որտեղ այդ համաժողովրդական շարժումը հաշված օրի ընթացքում ներկա իշխանությանը ուղարկելու աղբանոց։ Եվ հետեւաբար ընդդիմության խնդիրը այդքան Փաշինյանը չի։ Փաշինյանը ինքը կացինն է, որը ծառ է կտրում։ Ես ասում եմ, այն ձեռքը, որ այդ կացինը բռնել է, հարված է այդ ձեռքին։ Այդ ձեռքը այդքան ուժեղ չի, հաշվի առնելով նաև վերջին զարգացումները Իրանի դեմ պատերազմում։ Իդեպ Իրանի մասին, պարոն Ապետյան, հաղորդում մոտեմավարտի մոտ շատ հետաքրքիր։ Հաղորդման սկզբում դուք վստահություն հայտնեցիք, ընդունում բացարձակ վստահություն, որ այս պատերազմը ավարտվելու է Իրանի անվերապահ հաղթանակով։ Որտեղից է ստանում վստահություն, ռազմական գործողությունները, Իրանի կրած վնասները, Իրանի հակաօդային պաշտպանության ոչնչացումը, ռազմաքաղաքական ղեկավարության գլխատումը գրեթե չեն տալիս են օպտիմիստիկ Իրանի համար օպտիմիստիկ պատկերը, որի մասին դուք խոսում եք։ Ինչ վերաբերում է, ես Իրանի հաղթանակի վերաբերյալ գնահատականս տվել եմ առաջին օրը, երբ սկսեց գործողությունը, որտեղ հիմք եմ ընդունել երկու պարտություն անցյալ տարի հունիսին, երբ արտաքին ագրեսիայով ռազմական կոմպոնենտով փորձում էին իշխանափոխություն իրականացնել, եւ անցյալ տարի դեկտեմբեր այս տարվա հունվարին ներքին խժդժություններով 5-րդ 6-րդ շարասյուն, ընդ որում նաեւ զինված պայքար, իշխանափոխության երկուսն էլ ձախողվեց։ Հիմա գլխատելով Իրանի հոգեվոր քաղաքական, ռազմական, գիտական ղեկավարությանը համակարգը չի ոչնչանում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացիական բարձր պաշտոն զբաղեցնող անձին փոխարինող կա թվականակով, նույնը ռազմականին։ Մեկ, երկրորդ, այդ մարդիկ մեռնելուց չեն վախում։ Հա, բայց պարոն Ապետյան, դուք պետք է ընդունեք, որ հասկանալի է, որ մեկը մյուսին փոխարինում են, բայց անձի գործոնը մեկում դնելը ճիշտ չի։ Հիմա ասեք առանց Լարիջանի եւ Լարիջանիով Իրանը նույնն է, առանց Խամենեի եւ Խամենեիով Իրանը նույնն է։ Կարող է ավելի ուժեղ։ Առանց Սոլեյմանիի եւ Սոլեյմանիով Իրանը նույնն է։ Սոլեյմանին սպանեցին, բայց այդ գործը չկանգնեց, չէ՞։ Հա, անձի գործոնը ես չեմ կարող մի կողմ դնել, բայց համակարգը, այսինքն յուրաքանչյուր իրավունք պարտականությունը չի փոխվում։ Կարող է մի քիչ լավ կատարվի, ընդ որում, կարող է վատ կատարվի, բայց համակարգի այդ process-ը տարվելու է։ Իրանը այս պատերազմին պատրաստվել է առնվազն 2 սերունդ, առնվազն։ Այս մեծ պատերազմին։ Ու սա իր համար ազատագրական պատերազմ է, մեծ հաշվով։ Հրաշալ իմանալով եւ Իսրայելի կեցվածքը Սողոմոնի 3-րդ տաճար, փրկչի գալուստ, որտեւ այս պատերազմը Իրանը Իրանի մոտ սահմաններում նոր եկավ, բայց մինչեւ Իրանի բազուկներն էին, չէ, Իսրայելն ու Ամերիկան հարվածում, իդեմս Հեզբոլլահի, իդեմս հետո արդեն Իրան հետ համագործակցող Համասի, հետո Եմենի հուսիտների, Սիրիայի, այսինքն Իրանը հասկանում էր, չէ՞ որ վերջին հաշվով դա իր բազուկներն են, հետո քանի որ այդ բազուկները չկարողացավ կոտրել, փաստ է, գլխին ա, չէ, փորձելու հարվածել։ Չկարողացավ կոտրեց, ոչ մի բան չի կոտրվել։ Լավ, էլի պարոն Ապետյան, Սիրիայի մի վերք են։ Ասադի ռեժիմը, պրոիրանյան ռեժիմը ընկավ։ Ուրեմն ասեմ ձեզ, Սուլեյմանին, որը շիական գոտի էր ստեղծում, շիական գոտու մեջ Սիրիան չի մտել։ Սիրիայում, այո, Իրանը օգնել է, բայց շիա գոտու մեջ, որը նահատակ Սուլեյմանին ստեղծեց, դրա մեջ մտնում էր երկու հիմնական ուժ, 3 հիմնական ուժ։ Առաջինը Լիբանանի շիա Հեզբոլլահն էր։ Երկրորդը Իրաքի շիա միլիցիա 400 բանակա 400,000-ից։ Երրորդը Եմենի հուսիտները։ Գազայի հատվածի Համասը մուսուլման եղբայրների ստեղծածներ։ Բրիտանիա, Թուրքիա եւ շիայել չեն, բայց վերջն արդյունքում Համասի եւ Իսրայելի պայքարը բերեց նրան, որ Համասը իրեն որպես դաշնակից ճանաչեց Իրանին, արդեն ոչ թե Թուրքիային։ Եվ այստեղ փաստացի այդ բազուկները իսկ գնահատում ոնց են գնահատում, պարտվելա թե հաղթելա։ Դե դուք ասում եք բացարձակ հաղթանակով, որի հետևանքով ամերիկյան բոլոր ռազմաբազաները դուրս են գալու տարածաշրջանից։ Ես ասում եմ, որը ուրեմն իդեպ ասեմ ձեր մտքով չանցավ, երբ Տրամպը 3 օր առաջ այսպեսի մի միտք ասեց, եթե ծոցի երկրները ուզում են ես պատերազմը շարունակեմ, ինձ տան $5 տրիլիոն, եթե ուզում են կանգնեցնեմ 2.5, ինչի համար ասեց, կարող եք ասել։ Իմաստը ո՞րն է նման ցնդաբանության։ Տրամպի այդպես չի։ Հա, կարող է ասենք այսօր մի բան ասի, վաղը հակասող բան, բայց ամեն ասած իմաստ կա տակը։ Իրեն հուշում են, ասենք այս բանը ասել, ես ասեմ ինչի համար ասում։ Ինքը քանի որ ծոցի երկնես բազաները բոլորը հանելու է, դի հիմնավորում տա։ Այսինքն
Իրանի պահանջն ալնելու, ընդ որում այդ պահանջի մասին Իրանի ղեկավարությունը հայտարարել է, ծոցի երկրներից ամերիկյան բազաներ պետք չունեն։ Հիմա քանի որ ինքը այդ պահանջը կատարելու է որպես պարտված կողմ, ինքը պետք է հիմնավորի, որ ինքը չի պարտվել, իսկ ո՞նց է հիմնավորելու։ Ինքը ասելու է, որ փող է ուզում, որ իրանց պաշտպանները չտվեցին, ես էլ հանեցի։ Այդ դրա համար հանում եմ։ Փող տային, ես չէի հանի։ Ասում է, չէ, պատերազմը շարունակելու համար, որ Իրանին հաղթեմ 5 տրիլիոն է պետք։ Ուզում եք կանգնացնեմ վերջ թեման 2.5, չեք տալիս, ես էլ զորքերս հանում եմ։ Տեսնենք։ Ինչպես ասում են, դա Տրամպի ատմասկենը։ Ավելին ասեմ, Իրանը նաև հետամուտ ալնելու բաների, վերականգնելու, ռեպարացիայի, փոխհատուցում։ Իսկ գիտեք այդ ոնց ալնելու, իմ կարծիքով։ ԱՄՆ-ը ասելու է, այո, ավերները շատ են, ես բոլոր տեղերը պետք է վերականգնեմ, ներդրում անելու, այդ թվում նաև Իրանում, որը ռեպարացիան ալնելու։ Բայց քանի որ գերտերությունն է իր համար շատ դժվար է, որ ինքը ասի, ես պարտվել եմ խայտարակ կերպով։ Բնականաբար Թրամփ հայտարարի հաղթանակի մասին, ուղղակի մենք որպես այսպես վերլուծողներ կամ անկոմնակալ մարդիկ պետք է նայենք հասկանանք ասենք թե որն է իրական։ Հիմա արդեն պարտվել է, ոչ մի խնդիր չի կարողացել, գլխատես լավ գլխատես հետո։ Բայց համակարգ աշխատեց, ուրեմն 300%-ով 3 անգամ Իրանի զինուժը ծովում, ծովի հատակում, ծովի վրա, հետո էլ որտեղ, գետնի վրա, երկնքում 3 անգամ պարտվել է, 3 անգամ ջախջախել է։ 100%-ով ջախջախվում է, մեկ էլ այդ ուժը նորից աշխատում է։ Ջախջախվում է, նորից աշխատում է։ Եղբայր, բա կարելի է։ Ընդ որում հիպերձայնային արագության փրթիրներն են հիմա իրենց խոսքը ասում, որը որևիցե ձևով ԱՄՆ-ը չի կարող խփել։ Էլ չեմ ասում ԱՄՆ-ի F-30 չի աշխատում։ ԱՄՆ-ի F-35-ի առասպելն էլ կորավ։ Չխփվող ինքնաթիռ է, չէ՞։ Կեցե ռուսական S-400 համալիրները։ Տեսնենք, Աստված առաջ։ Շնորհակալ եմ շատ եւ այսպես իմ հյուրներ անվտանգային հարցերով փորձագետ Պայեստասորի գնդապետ Հայկ Նահապետյանը, մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։